Խաղաղության ընդհանրապես չեմ հավատում, որովհետև ես երեք մի հաղորդում եմ նայում, Ալիևը քարոզում է խաղաղություն, չգիտեմ ինչ բարեկամություն, բայց ես նայում եմ նրանց դպրոցներում ինչ դաստիարակություն ա գնում։ Մի մարդու պարկացրել ու սկսել են ծեծելը, որ իբր հայ ա։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց իրանք չեն ուզում։ Մենք միշտ էլ ուզել ենք։ Չգիտեմ, բայց ինչ որ չեմ հավատում, որ լավ կլինի։ Ավելի շատ կարծիքին եմ, որ կարող է ավելի վատ լինի մեզ համար։ Որտեվ սուտ են ասում, չեմ հավատում։ Ստեր շատ են ասում։ Կեղծիկը ավելի շատ է, քան թե իսկական գործը։ Ասում են խաղաղություն կլինի, պայմանագիր ենք ստորագրում, բայց ադրբեջանցին ուրիշ բան է ասում։ Հիմա չգիտես ում հավատաս, որն է ճիշտ։ Ես չեմ կարող ասեմ ինչը ոնց կլինի, չնայած մի բան գիտեմ միայն, որ դարերով թուրքը հայի թշնամին է եղել։ Մենակ դա գիտեմ, ուրիշ բան չգիտեմ։ Խաղաղությանը ադրբեջանցու հետ չեմ հավատում։ Մարդկային առումով նրանք որպես մարդ ես չեմ ընդունում։ Նրանց արածները, որ տեսնում եք, լսում եք, դա խելքի մոտ չի։ Ադրբեջանցի եւ խաղաղություն։ Նրանք դպրոցից սովորեցնում են հայերի նկատմամբ ատելություն։ Ուղղակի պետք է ազգը միասնական ոտքի կանգնի եւ այդ հարցերը լուծի։ Ինչպես։ Արդեն դրա համար խելոք մարդիկ կան, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ կան, ես քաղաքականությունից շատ հեռու եմ, ես ուղղակի անհանգստանում եմ, ուրիշ ոչինչ, չեմ կարող։ Իհարկե ոչ, Ինչի։ չի լինի, Ինչու չի լինի։ չի լինի, այսինքն ինչ եք կարծում, Անգելակոտ գյուղով այդ մաշինը պետք է գնա, Անգելակոտից այդքան զոհեր ունեն, ներելի է, թե ներելու են։ Իհարկե ոչ մի բան չի լինելու, կներեք։ Ադրբեջանցիներին вообще պետք է վառես, հողի մեջ չթաղես։ Նրանց ինչ վստահ ես, ինչը վստահ է։ Ո՞նց է իրենց այդ խաղաղության։ Դե խոսքերը հալա պարզվում է, տեսնանք կլինի թե չի լինի։ Հալա հույս չկա։ Ինչքան էլ նրանք խոսան, ասեն, մենք մեր ձևի մեջ, մեր զապազները, մենք պետք է մեր կարգերը, որ ասում են, մեր բանակը պետք է ուժեղացնենք, հավատանք նրանց։ Նրանց հույս դնելու չի, նրանք կարող է իրաց լեզվորով, որ ասում է դրսևորեն, իսկ հոգիով նրանք կեղտոտ մարդիկ են։ Նրանց հոգին մաքուր չի լինելու, սաղ կյանքը, թշնամիներ են դրանք։ Նրանք որ երեխեքին նոր ծնվածին, հալա չծնվածին կներես, էլի օրգանից հանում են, խրթում են, ուրեմն դրանք ապրելու իրավունք ունեն, դրանք մարդ չեն։ Նրանց հետ ինչ խաղաղություն։ Մենք պետք է համախմբենք, մենք ստեղծենք մեր մարդկային, որ ասում է ձևը, մեր բանակը կարգավորենք, որ մենք դիմանանք դրանց, թե չէ նրանց հավատալու չի, այջանիկ։ Թուրքիի քաղաքականությունը շատ ուրիշ քաղաքականություն է, որը մերոնք պետք է ընդօրինակ են դրանց քաղաքականությանը։ Այն ժամանակից հենց մենք ասում ենք Թուրքիի հետ ընկերություն արա, բայց հայտը ձերքիցդ մի գցի մեկ, կարմիր խնձորենլի գրպանդ մի դիր, երկու, դե տեսածներս էլ պետք է ամեն դեպքում զգուշանալ։ Դե եթե մի քիչ ուշադիր ենք լսում, անտարբեր չենք այդ հաղորդումներին, նրանք նույնիսկ Հայաստանն են համարում ադրբեջանական, դե Սյունիքը շուտվանից են համարում, Երևանը, Սևանը, գիտեք, մի տեսակ դա վրդովեցուցիչ է, ես որ անձամ Սյունիքից եմ, շատ վրդովեցուցիչ է ինձ համար, որովհետև մի 90-100 տարեկան մի երկիր դուրս եկել եւ 4-5 հազար տարվա պատմություն ունեցող երկրին ասում է, որ իմն է։ Ցավալին նա է, որ որոշ եվրոպական երկրներ եւ որոշ պրոֆսովետական երկրներ ընդունում են դա։ Ասենք նկատի ունեմ միջինասիական երկրները, որոնք նույնիսկ շնորհավորում էին Ալիևի հաղթանակը։ Չգիտեմ, իմ կարծիքով ապագան լավ չի խոստանում։ Մենք ինչպես պետք է այդ ամեն ինչին հակազդենք եւ արդյոք համաձայնենք։ Շատ հետաքրքիր հարց եք տալի։ Ընդհանրապես մի ասացված կա, ասում է, եղունգ ունես գլուխդ քորի։ Մենք շատ երկրներ Եվրոպայի վրա ենք
Ռուսաստանի վրա վերջի 60-70 տարում եւ հանկարծ տեսանք, որ լրիվ փուչի կա, պայթեց սուպեր ծավ։ Հույսը, հավատը մենք ենք։ Ուրիշի վրա հույս միտիր։ Մենք պետք է ստեղծենք, մենք պետք է ռեալ ուժ ունենանք։ Չհրաժարվենք։ Մենք մեր ուժը պահենք։ Մեր սնունդը ստեղծենք։ Ուրիշ երկրի վրա է, որ ասում է պետք է հույս չդնես։ Քո երկրի մեջ ստեղծես, անես, պայստավորես, հա, որ հերու որ հանգած լմա մի շրջափակում, ներսը մեր ժողովուրդը կարան ապրեն։ Ոչ թե մեկը մեկին այսօր կներես էլի գցմա, ծախմա, մի կոպեկ ռուբլու համար էլ։ 30 տարի Ադրբեջանից ձեն դուրս չի եկել։ Ինչի համար։ Որովհետև իրանք ի վիճակի չեն եղել մեզ հակադարձելու եւ մեզ հետ նորից պատերազմելու։ 30 տարի։ Պետք է կամաց հզորանալ, հետո արդեն եթե ըլնես այսօրվա գա ժամանակ, որ ըլնես Իսրայելի նման պետություն եւ թիկունքում կայնացնի Ամերիկայի նման մի հատ երկիր, այն ժամանակ կարելի է հակադարձած, կարելի է ինչու՞ չէ եւ քո ուզած գործողությունները կատարել, քո սահմանները տնլայնել, քո պապեկան հողերը։ Ադրբեջանը նրանք ինչ ախր, նրանք սկի տարեր չեն իմացել ինչա։ Նրանք սա կյանքը են բանի ասած խեղճերի վրա մեկի հարձակում են կատարել։ Նրանց թեկուզ հողը, ապրանքը, անասունը գողացել են։ Նրանց սերունդները, որ ծնվում են, վտանգներ են նրանց սովորացնում, թշնամություն են սովորում։ Նրանք չեն նստածնում դաստիարակեն ասեն, խելոք ազգեր կա, շփվենք, որ ասում մի բան կառուցենք։ Նրանք այդ պանյատը չունեն, էլի ոնց որ ասում։ Դրանք հենց թալանել, գրպել, ջարդել, փշրել։ Էդ է նրանց նպատակը։ Ալիևը 500,000-ի մասին է խոսում, որ պիտի վերադառնան իրանց պապեկան հողի իբր։ Մենք կարող ենք 1 միլիոն մարդու մասին խոսել, որտեղ Բաքուն, ինչա դրան Սումգայիթը, մեծ քաղաքների հիմնական բնակչությունը եղել են հայեր եւ կառուցել են եւ ստեղծագործել են եւ ամեն ինչ տվել են։ Բայց մենք ինչ պիտի չասենք։ Մենք էլ պիտի ասենք, մենք էլ վերադառնում ենք մեր հայրենիքը։ Մեր ծննդավայրը շատ Ադրբեջանում ծնված հայեր կան, որոնք փախստական են, աշխարհով մեկ ծրված են։ Թող մենք էլ պահանջենք, որ դրանք վերադառնան իրանց բնորանը։ Կարող ենք ուղղակի հարկավոր է մի քիչ կամք։ Այդ կամքը տեսնում եք։ Այդքան էլ լավատես չեն։ Մերոնք գնալու են։ Մերոնք էլ իրանցից շատ պետք է տանեն Բաքու Սումգայիթ բանանեն։ Մերոնք էլ էդ են ասում։ Տանելու է վերաբնակեցնի։ Թողնելու է Բաքու Սումգայիթը որ սարքել են գնան այնտեղ։ Դե մի հոխորտում է ինքը ինչքան ուզում է թող բարձր խոսա։ Ես անձամբ չեմ հավատում դրան։ Ադրբեջանցին չի գալու ստե ապրի։ Այս ժամանակներում չի գալու, միգուցե 50 տարի հետո, չգիտեմ 30 տարի հետո, բայց ներկա ժամանակում ոչ մեկը վերաբնակեցում չի լինելու։ Նրանց տեղ չունեն ստեղ։ Կան որտե բնակվեն։ Այն ժամանակ եկել են, ինչ որ ներքին կարգով տեղավորվել են, հիմա ասում այս մասը իմը սա, այս մասը մերն է, ես իմ Սևանը մերն է։ Ես էլ ասում եմ Բաքուն սարքել են հայերը, Բաքուրակերտ ա եղել, Բաքուր թագավորի ժամանակ է սարքվել։ Ես էլ տենց կասեմ, մեր հայերն թող ընդհակառակ ասեն։ Մեր հայությունը տարբեր ազգերում է, թողնում է իր Հայաստանը, գնում է այնտեղ ինչ որ իր կյանքը շարունակելու, բայց ավելի վատ է։ Մնացեք Հայաստան, ստեղծեք դուք, կներես արտահայտության, հագեք ձեր շորերը, հայկական շորերը ավելի գեղեցիկ է, քան թե որ գնում են Թուրքիայի մույթ այս ստի շորերը ջանիկես հագնում են։ Ես սիրում եմ, որ երեխերքը տեսեմ վաղտը մազերները կտրում էին, իմի որ նայում ես ես երկար պահում են, եկան ուրախանում ես, ու մարդկային ձև, այլի հայ ձև այդ արդեն, իմացա, պայքար ենք այդ ձևով և մենք ամեն տեղել կհաղթենք, սեզ չի մնալու, մենք մեր արդարության ձևով կհաղթենք, վերև Աստված